ապացուցեցին, որ մենք երբ միասնական ենք, համառ ենք, հավատում ենք մեր սկզբունքներին ու մեր արժեքներին, մեզ հաղթել չի լինի։ Եվ եկեք ծափահարենք նաև մեր այն ընկերներին, որոնք ուրախալի լուր պետք է ասեմ, մեր մի քանի ընկերների, որոնք այսուհետ ազատության մեջ են լինելու։ Սա չեն պայքարի արդյունքն է, սիրելի ընկերներ։ Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ Մաղսուդյանը տնային կալանքը փոխվել է վարչական հսկողություն և չբացակայելու արգելք։ Արսեն Ղազարյանի նկատմամբ կիրառվել է համակցված խափանման միջոց վարչական հսկողություն և չբացակայելու արգելք։ Արմեն Ալեքսանյանին, մեր հայտնի բլոգեր, ընկերոջը, ձվածեղ պատրաստող մեր ընկերոջը, որ ձվածեղի գործով անցնում, խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով, ծափահարենք մեր ընկերոջը։ Հերոսացին ծնով, պայքարի առաջամարտի, մեր լավ ընկեր, լավ հայ մարդ, Արա Ռոստոմյանի խափանման միջոցն է փոխվել, բարձր ծափահարենք մեր ընկերոջը, որ այսօր հնարավորություն ունենալու այցելել Եռաբլուր մեր ընկերոջ Շիրիմին եւ շատ կարեւոր է, սիրելի ընկերներ, որ մենք այս օրերի մեր պայքարը անարդյունք չի եղել եւ չի լինելու։ Այսօր անազատության մեջ են ազգային բարերար Սամվել Կարապետյանը, որը ապօրինաբար մի քանի օր առաջ իր խափանան միջոցը չփոխվեց եւ 2 ամսյա կալանք տվեցին։ Այսօր անազատության մեջ են հայրաքելական Սուրբ եկեղեցու 3 սրբազան հայրեր, որ Նիկոլի ուղիղ թելադրանքով իր վախերի պատճառով, իր չարության պատճառով, իր նենգության պատճառով հայրաքելական Սուրբ եկեղեցու 3 սրբազան հայրեր կամ պատվալներում են, կամ ուրեմն ուրիշ քրեակատարողական հիմնարկներում։ Սա մեր ամոթն է, սիրելի հայրենակիցներ։ Եվ այս առումով ուժ ու տոկունություն ենք մաղթում սրբազաններին, ուզում եմ տեղեկացնել, որ մենք մեր գործընկերների հետ պարբերաբար այցելում ենք եւ իրենք ջեր ողջույններն են հղում ձեզ, հպարտանում են ձեզնով, մենք էլ հպարտանում ենք մեր սրբազաններով, քանի կան հայրաքելական Սուրբ եկեղեցու նման բարձրաստիճան հոգևորականներ, որ պայքարում են, չես կարելու հաղթես հայրաքելական Սուրբ եկեղեցուն։ Նիկոլ Փաշինյան, դու ես պատերազմը կրվելու ես, դու չես հաղթելու։ 100 հազարավոր մեր հայրենակիցներ կանգնելու են եկեղեցու կողքը եւ քումուտքը թույլ չեն տալու, որ դու ու խմբակը փորձեք պղծել մեր եկեղեցին։ Չի լինելու։ Չի լինելու։ Չի լինելու։ Սիրելի հայրենակիցներ, անազատության մեջ են նաև մեր հայրենակիցները, որոնք անհավասար պայքարում հաղթել են իշխանություններին, իրենց համայնքներում, եւ ես ուզում եմ նաև մեր այդ ուժեղ կամքով հզոր այդ համայնքապետներին նաև հիշենք եւ ծափահարենք, իրենք էլ անազատության մեջ են, Վարդանը Ղուկասյան եւ Դավիթ Համբարձումյան, Մասիսի եւ Գյումրու ընտրված քաղաքապետները, որ չնայած այդ ամեն ինչին այդ բռնաճնշումներին մարդիկ ընտրվել են քիչ չի, մի հատ էլ ասում են Նիկոլ, դու մեզ չպետք է ասես մենք ոնց անենք, մենք մեր հայրենիքի մեր եկեղեցու կողքն ենք։ Այսօր շատ կարող ենք խոսել սիրելի հայրենակիցներ, բայց նաև ուզում եմ իրենց ողջույնը փոխանցել ձեզ։ Մեր Արտուրը Սարգսյան, 4 անչափահաս երեխաների հայր, իր խնամքի տակ ունի 2 տարեց ծնողներ, որոնք այս օրերին, նաև այս ապրումների պատճառով հայտնվել են հիվանդանոցում, բայց այս ապօրինի ռեժիմը այնքան նենգա, այնքան վատն եք դուք, որ ոչ միայն ազգային ժողովում սադրանք հրահարեցին, որ խափանման միջոցը փոխվեց մեր ընկերոջ Արտուր Սարգսյանի, ոչ միայն սադրանք հրահարեցին, այլ նաև մինչև հիմա
4 անչափահաս երեխաների հորը, ազգային ժողովի պատգամավորին, մեր լավ ընկերոջը, պահում են անազատության մեջ, եւ երեք մենք իր մոտ էինք, եւ Արտուրը, ինչպես միշտ, ուժեղ, կամքով, հզոր, տղեն ասում է, գնա փոխանցի մեր համախոհներին, մեր ընկերներին, որ ինչքան էլ որ փորձեն, մեզ ճնշել, ինչքան էլ որ մեզ փորձությունների մեջով տանեն, մեկը, մենք ամուր ենք, պինդ ենք, այս բասքային միջև վերջ տանելու ենք, Արտուրից էլ մի հատ ժողովուրդ ջան, մի հատ ոգևորենք մեր ընկերոջը, հիմա ինքը դատական նիստան ընդհանում։ Ազատություն, Արտուր Սարգսյանին, ազատություն, ազատություն, աննախադեպ մի բանել է կատարվել, սիրելի հայրենակիցներ ջան։ Այսօր քայլակատարողական հիմնարկումը Հայաստանի Հանրապետության առաջին կինքը ավանդակալը։ Բա բռնապետական ռեժիմը ոնց անում։ Մելիզա Մանթաշյան, Տավուշի թեմի հավատավոր մեր քույրը, որ այս տարիների ընթացքում աչքի ընկել բացառապես հայրենասիրությամբ։ Շիտակ, մաքուր, անփից միասնավորություն, որ անգամ հնարավորություն չունեցավ իր հոր մեկ տարին էր լրանում, մահվան մեկ տարին էր լրանում։ Սրանց բեկությունը հասավ նրան, որ չթողեցին անգամ մարդ հայցելի իր ծնողի շիրիմին։ Եվ այսօր Լիդիան էլ, ոնց որ մնացած քաղբանտարկյալները, այս ամեն ինչը շպիտով է տանում եւ ասում է, որ մենք այս ռեպրեսիաներն ենք անցնելու, այս ամեն ինչի մեջով ենք անցնելու։ Լիդիան հայտնվելու է ազատության մեջ եւ այս ամեն ինչի խորհրդանիշն է այս պայքարի, որ կին լինելով նույնպես կարող ենք պայքարել իշխանությունների դեմ եւ մենք հաղթելու ենք այս պայքարում։ Ազատություն Լիդիա Մանթաշյանի։ Ազատություն, ազատություն։ Սիրելի հայրենակիցներ ջան, այս օրերին նաեւ ռեպրեսիաների է ենթարկվում լրագրողները, ռեպրեսիաների է ենթարկվում քաղաքասարակության ներկայացուցիչները, բանտերում տեղ ու դադար չկա, մի բանի համար, որովհետև այս մարդիկ վախեցած են, դուք կարող եք խլել մարդու ունեցվածքը, դուք կարող եք մարդուն տարել զնդանների մեջ պահել, բայց իրենց ոգին կամքը չեք կարելու բանտարկեք, չեք կարելու չի ստացվելու այդ ամեն ինչը ձեր մոտ, որովհետև մեր ընկերները ամուր են, պինդ են, իրենց հայացքներում վճռական են, այս պայքարը մինչև վերջ առաջ են տանելու, իրենք հայտնվելու են ազատության մեջ եւ բռնապետական ռեժիմը տապալվելու է։ Տենց ռեժիմներ չեն տապալվել, դուք եք տապալվելու, բոլոր պատասխանատունները պատասխանատվության են ենթարկելու։ Կոչիշտ է իրավապահ համակարգի ներկայացուցիչներ, խնդրում, պահանջում եմ ձեզ, որ չտրվեք այդ հրահանգներին, այդ ամեն ինչի համար դուք ենթարկվելու եք քայլորեն հետապնդելի պատժի։ Գիտենք, որ այսպես հաղորդագրություններ ա լինում, գիտենք, որ ճնշումներ ա լինում, գիտենք, որ տարբեր միշտորթավորված մարդկանց միջոցով մարդկանց սպառնում է, եթե այլ խափանման միջոց է կիրառվում, բայց այդ ամեն ինչը ժամանակավոր է, հայրենիքը հավերժ է, մեր պայքարը հանուն հայրենիքի է, հանուն մեր հայրաքելական Սուրբ եկեղեցու է եւ այս ամեն ինչի վերջը հաղթանակն է լինելու։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, ազատություն, ազատություն։